Բարև ձեզ սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, FM 106 եւ 5 հաճախականության վրա են ձեր ռադիո ընդունիչները, դուք գործարար ալիքին եք միացել։ Դուք մեզ դիտում եք լրատվական ռադիոյի գործարար ալիքի թվային հարթակներում։ 5 շաբթի է այսօր, ինչպես գիտեք, մեր եթերում 5 շաբթիները տեխնոլոգիական են։ Այսօր տեխնոլոգիական մարդուց ենք ավելի շատ խոսելու, քան տեխնոլոգիաներից։ Իմ հյուրը Սեդրակ Վարդանյանն է։ Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ։ Մեր ռադիոլսողները Սեդրակին կարծում եմ լավ են ճանաչում, որտեղ առաջի անգամը չի, որ մեր տաղավարում Սեդրակը մեծ ավանդ ունի Արմատ նախագծում, որտեղ մեր երեխաները տեխնոլոգիական կրթություն են ստանում, բայց այսօր նույնիսկ Արմատից էլ չենք խոսելու, չնայած դրան էլ երևի թե կհասնենք ինչ-որ հատվածներ կլինեն Արմատի։ Այսօր խոսելու ենք իմ ավագ գործընկերոջ եւ ընկերոջ եւ Սեդրակի ընկերոջ մասին, Կարեն Վարդանյանի, ով 62 տարին կլրանար մոտ օրերս, ամսի քանիսին Սեդրակ։ Նոյեմբերի 30-ին լրացավ։ 30-ին, այո, 62-ը։ 62։ Ինչի է ես շատ ուզում Կարենի մասին Սեդրակի հետ խոսել, որովհետեւ մենք Կարենի հետ ծանոթ ենք երևի թե 2010-ից կամ 11-ից ու այդ տարիներից, այսինքն այդ տարվանից մինչև Կարենի վերջին օրը ես հիշում եմ, որ Սեդրակի հետ իրանք միասին էին, Սեդրակը Կարենի կողքին էր ու Կարենն ինձ ասում էր, որ իրանք շատ ավելի վաղուց են ընկերություն անում, քանի որ երկուսի ազգանունն էլ Վարդանյան է, մարդիկ մտածում էին, որ դուք ինչ-որ բարեկամական կապել ունեք, նույնիսկ եղբայրներ եք։ Մի քանի տասնյակ մարդիկ առնվազն ասել են, որ դուք եղբայրներ եք։ Ես էլ ասում եի ավելի մոտ ենք, քան եղբայրները։ Հարաբերությունները իրականում, այսինքն ձեր հարաբերությունները այդպեսին էր, հա։ Դուք երբ եք Կարենի հետ ծանոթացել Սեդրակ։ Տեսեք 88 թվականին 1988 թվականին երբ որ սկսվեց Արցախյան շարժումը, դա հանդիսացավ պատճառ առիթ, որ մենք ծանոթանանք, մենք եւ Կարենը եւ ես ոնց որ ավելի շատ ուզում էինք մասնակցություն ունենալ այդ շարժմանը, քան թե սովորաբար միտինգներին ուղակի շարքային մասնակցությունը, ավելի մեծ կազմակերպական բանունակություններ ներդնենք եւ 88 թվականի մարտ ամսին ստեղծվեց Սահմանադրական խմբերի միություն եւ այդ խմբերը ստեղծվեցին ըստ տարածքային, այսինքն մարդկանց բնակության վայրի եւ մենք քանի որ Արաբկիրի շրջանում էինք ապրում, Արաբկիրի շրջանի ուրեմն անձինք ովքեր ուզում էին ընդգրկվեին այդ կառույցի մեջ եւ կազմակերպական աշխատանքներ տանեին, հավաքվեցին մեկ տեղում եւ այդպես ծանոթացանք, որից հետո 89 թվականին դեռ հայոց համազգային շարժումը իշխանության չեկած մենք տեսանք, որ այն ինչ որ հռչակվում էր հրապարակային այդ ազգային արժեքները, նպատակները, բաները իրական գործելակերպը այլ էր եւ ներքին խոհանոցը մենք տեսնելով մենք ինքներս ընդդիմացանք եւ բազմաթիվ փորձից հետո ստիպված եղանք ստեղծել մեր կուսակցությունը Սահմանադրական իրավունք միությունը 89 թվականի մարտ ամսին, ասեմ որ դա Հայաստանում պաշտոնապես գրանցված առաջին կուսակցությունն էր, դրանից 6-7 ամիս հետո նոր գրանցվեց հայոց համազգային շարժումը եւ այդպես այդ քաղաքական պայքարի ոնց որ թաթերաբեմում լինելով մենք միասին բազմաթիվ ընտրություններ ենք անցկացրել, միասին ենք եղել նամանավանդ Արցախյան հարցի միավորման հետ կապված խնդրում եւ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշման մեջ մեծ ներդրում ունի եւ Սահմանադրական իրավունք միությունը եւ Կարեն Վարդանյանը եւ Հրանտ Խաչատրյանը եւ մյուսները եւ հիշում եմ որ այդ օրը որ կայացվեց այդ որոշումը դա այժմյան ամերիկյան համալսարանի շենքում էր, անժամանակ կոչվում էր Համագումարների պալատ եւ մենք այդտեղ շենքի մոտ էինք եւ երբ կայացվեց այդ որոշումը մենք դրանից հետո գնացինք Կարենից տունն էլ շատ մոտ էր գտնվում այդտեղ Այգեձորում եւ ինքն էլ մեկ օր առաջ իր ծննդյան օրն էր Պաստոն դեկտեմբերի 1-ից գնացինք նշեցինք եւ դա եւ Կարենի ծնունդը իրենց տանը։ Այս դա մտեղ տոլմա եք եկել, ես լսել այդ հաղորդումներից մեկի ընթացքում էր ակտիվը լավն եք լրատվական ռադիոյի։ Այդտեղ տենց պատմություն կա, որ ասում դա տեղի ունեցավ եւ ես ասացի եկեք գնանք մեր տուն տոլմա ուտենք ծնունդս։ Եվ ես հիմա քանի որ ամեն պահ ըստ էության ամեն օր
ամեն պահ զգում ես իր ներկայությունը քո ապրելակերպում, քո գործունեության ժամանակ եւ դրա համար ես որ հարցնում են քանի տարվա ընկեր եք, ես շարունակում եմ հաշվել տարիները եւ կարող եմ ասել, որ այս պահին դեռևս 37 տարվա ընկեր ենք են։ Տեխնոլոգիական հատվածին գանք, երբ Կարենը միացավ ԱՏԶՄ-ին, ինքը ամենասկզբից կար, թե իրան ընթացքում հրավիրեցին, երբ դուք միացաք։ Տեսեք, 2000 թվականին կառավարությունից այն ժամանակ առաջարկություն եղավ, որպեսզի մեր կուսակցությունից մի քանի հոգի ընդգրկվեն պետական մարմիններում աշխատանքի եւ Կարենը ստանձնեց 2000 թվականին էկոնոմիկայի նախարարությունում այն ժամանակ նորաստեղծ ՏՏ վարչություն պետի պաշտոնը ես եւ Վիգեն Հակոբյանը գնացինք պետեկամուտների կոմիտե, ստանձնեցինք աշխատակազմ ղեկավար, տեղակալի պաշտոնները եւ այդ ժամանակ ոնց որ ասած հիմք դրվեց նաեւ դրանից հետո հիմք դրվեց այս առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկության միության ստեղծմանը, ասոցիացիայի ստեղծմանը եւ ինքը մեծ ներդրում ուներ այդ ստեղծման ժամանակ։ Ի սկզբանե ինքը եղել է պետական պաշտոնի, ինքը չի եղել ԱՏԶՄ-ի մեջ, բայց ինքը նախաձեռնել է այդ դրա ստեղծումը, որից հետո, եթե չեմ սխալվում, 2003 թվականից արդեն ինքը տնօրենն էր ԱՏԶՄ-ի եւ եթե լսել եք իր հաղորդումները, իր նպատակներ, որպեսզի Հայաստանում ստեղծվեն տարբեր կազմակերպական կառույցներ, դա կլներ մասնագիտական ասոցիացիաներ, դա կլներ արհեստակցական միություններ, որովհետև եթե մարդիկ ունեն որոշակի աշխարհահասք, որոշակի նպատակներ, մեկ անձը միայնակ եթե գործելու է ինքը շատ ավելի ուշ է հաջողության հասնելու, շատ ավելի քիչ արդյունքներ է արձանագրելու, քան թե կազմակերպական կառույցը։ Ուստի ինքը բերում էր նաև Գերմանիայի օրինակը, որտեղ տասնյակ հազարներով կան այդպիսի միություններ եւ կազմակերպություններ, որ Հայաստանում նույնպես պետք է ստեղծվեն այդպիսի մասնագիտական կազմակերպություններ, միություններ, պրոֆմիություններ, որպեսզի ավելի արդյունավետ լիներ գործունեությունը յուրաքանչյուրի կատարած աշխատանքի։ Եվ ոնց որ ինքը լինելով ինժեներ, ոնց որ ստանձնեց այս միության ստեղծման բանը, պատասխանատվությունը եւ իհարկե շատ դժվար է եղել առաջին քայլերը, բայց անհետև այդ սկզբից 7 ընկերություն են եղել հիմնադիր, որից հետո այս պահին կարող ենք ուրախությամբ նշել, որ 262 կազմակերպություն արդեն ԱՏԶՄ-ի անդամ է եւ եթե Կարենը իմանար այս մասին շատ իհարկե ուրախ կլներ եւ գնալով պետք է իհարկե ընդլայնվի, էլի սա է այն ինչ որ ոնց որ ասած ակունքներում ինքը մասնակից է եղել։ Մարդը երբ որ գնում է, զետրակ միշտ փորձում ես հասկանալ, արդյոք այս մարդը գնահատված գնաց, թե չգնահատված գնաց։ Իմ տպավորությամբ Կարենը գնահատված գնաց հասարակության կողմից։ Այսինքն իր այն աշխարհ տեղափոխվելու պահին ինքը անքննարկելի առաջնորդներ տեխնոլոգիական հայության։ Համաձայն ես, որ տենց է։ Իմ տպավորությամբ այդպես էր։ Իհարկե այդպես էր, բայց տենց 100% չէր կարելի ասել, բայց քանի որ ինքը գիտեին, որ ինքը անշահախնդիր է, որևէ մի շահ չի հետապնդում բացի երկրի կայացումից, երկրի տեխնոլոգիական զարգացումից եւ այդ մասով անքննելի էր, կլներ հասարակության շրջանակներում, կլներ իշխանությունների մոտ, այդ մասին ընդհանրապես չէր քննվում, ուստի երբ որ խնդիրներ էին լինում պետական մարմինների հետ հարաբերություններում, դա կլներ կրթության նախարարության հետ, կլներ հետագայում արդեն բարձր տեխնոլոգիական նախարարության, որի ճիշտ ասած մեծ ներդրումը ունի եւ ԱՏԶՄ-ն եւ Կարենը,
որտեվ երկար տարիներ այդ նպատակը դրվել էր եւ եւ հասանք հաղորդումների ընթացքում Կարենի հետ միշտ խոսել ենք, որ երկրին անհրաժեշտ է բարձր տեխնոլոգիական նախարարություն։ Երբ որ խնդիրներ էր առաջանում հարաբերությունները, որտեվ ես ինքս էլ լինելով 14 տարվա պետական ծառայող նախարարությունում գիտեմ, որ պետական ապարատը շատ ծանր է շարժվում եւ խնդիրները շատ որոշումները շատ ուշացած են ընդունվում, կայացվում եւ ոնց որ ասած մենք շատ ժամանակ նաեւ հետ ենք մնում այն ընթացքից, ինչ որ աշխարհը հիմա շատ արագ սլանում է առաջ ու ըստեղ ասեմ, որ մի հայտնի բան կա անձնավորություն, որի խոսքերն եմ ուզում կրկնեմ, որ ասում է, որ շատ ժամանակ արագությունը հաղթում է տաղանդին։ Այսինքն, եթե դու դանդաղում ես, դու արդեն քո տաղանդդ կարող է արդեն ուշացած լինի ու արդյունք չտա։ Դրա համար այդ պատճառով ոնց որ խնդիրներ էին առաջանում տարբեր ժամանակներում պետական մարմինների հետ եւ Կարենը հրապարակայինորեն եւ շատ կոշտ քննադատում էր եւ անձնապես էր նշում այդ մարդկանց, ովքեր որ ոնց որ արգելակում էին գործընթացները բայց ինքը հասկացվում էր եւ դրանից հետո էլ շարունակվում էր համագործակցությունը այդ մարմինների հետ, որտեվ գիտեի, որ ինքը իսկապես ուզում է երկրի զարգացմանը նպաստի եւ ոչ թե անձնական ինչ որ խնդիրներ ունի լուծելու։ Իմ տպավորությամբ պրակտիկորեն բոլոր իշխանությունների հետ եղել են լարված, բայց շատ հարգալից հարաբերություններ, այսինքն ակնհայտ երևում էր, որ չնայած Կարենը տենց այդքան սխմում է պրեսանում, բայց այն կողմից էլ չտենց հարգանք կար ամեն դեպքում։ Իհարկե կար այդ հարգանքը, որտեվ նշեմ նորից, որ ուղղակի գիտեն, որ իր մտորումները, իր նպատակները լրիվ ամբողջությամբ անշահախնդիր են, բացի երկրի ուրեմն կայացումից, դրա համար ընդունվում էր դա նաև, եւ ինչ որտեղ պետք էր նաև այդ կոշտությունը, որովհետեւ առանց դրա հնարավոր չի, որտեվ մենք շատ դանդաղ ենք շարժում եւ շատ տարիներ ենք կորցրել այս ընթացքում եւ որի արդյունքում 3 տասնամյակից հետո այսպես ասկալ արձանագրել, որ դեռևս որպես պետության կայացումը մենք չենք կարող արձանագրել դեռևս եւ մեր սերունդը ոնց որ ասած կարելի ասել մեր սերունդը ձախողեց դա եւ այդ խնդիրը ոնց որ մնաց հաջորդ սերունդների վրա, բայց մենք փորձում ենք գոնե մենք ինքներս իմ հասակակիցները բարենպաստ պայմաններ ստեղծել ապագա սերունդների համար, որպեսզի իրանք ավելի լավագույն պայմաններում կրթվեն եւ արդեն չկրկնեն այն սխալները, ինչ որ կրկնել ենք վերջին տասնամյակներում։ Ես երբ վերանայում եմ հաղորդումները Կարենի, թե 20 թվի պատերազմը, ապրիլի պատերազմից հետո երևի մեծ մասը 16 թվից հետո միշտ հաղորդումների մեջ խոսակցություն ա եղել ռազմարտությունաբերության բլոկի վրա, աշխարհում տեղի ունեցող տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա շատ քիչ բան տեղի ունեցավ, որը Կարենի կողմից կանխատեսված չէր։ Մեծ հաշվով իրադարձությունների մեծ մասը 85-90% ճշգրտությամբ եղավ այնպես, ինչպես որ ինքն ասում էր։ Ու շատ կարևոր հանգամանք կա, որ այդ ամբողջ հաղորդումները բաց են լրատվական ռադիոյի ալիքում, այսինքն ով կասկածի տակ կդնի իմ ասածը, կարա բացի կամայական 3 հաղորդում լսի, համոզվի, հա։ Այո, ու համոզվի, որ իրականում շատ մոտ էր իրավիճակը ու դրա համար ես հիմա հասկանում եմ իր անհանգստությունը այն ժամանակվա, որտեղ ինքը պատկերացնում էր, թե ինչա մեզ սպասում։ Հա, տեսեք, բանը իհարկե մեր հասարակության մեջ այդպիսի տպավորություններ, որ մենք կարող ենք այսպես իներցիայով կոպտասած գլորել տարիները, գնալ ինչ է եղել, որ ասենք, որևէ մի կատակլիզմներ չկան, բան չկան այդ ժամանակ ու կարելի է այդպես անվերջ երկար գնալ, բայց Կարենը գիտակցում էր եւ իր վերլուծության արդյունքում ներկայացնում էր հասարակությանը, որ այսպես երկար չի կարող շարունակվել եւ եթե մենք չստավվենք եւ համապատասխան միջոցներ չձեռնարկենք, ապա շատ վատ հետևանքներ կարող է ունենալ երկրի համար եւ դրա համար նաեւ շեշտը դնում է ռազմարտությունաբերության վրա,
նաև ունենալով այլ երկրների փորձը, որ նույնիսկ ռազմարդյունաբերության, սեփական ռազմարդյունաբերության խթանումը կարող էր նաև տնտեսության զարգացմանը բերեր եւ երկրի անվտանգության բարձրացմանը նպաստեր։ Իրականում մենք շատ ես մեկ ասում եմ մեր ազգը շատ տեսաբան ազգ է եւ սիրում է կենացներ խմել, հա ինչ որ բաներ հորինել, ինչ որ բաներ արձանագրել, որոնք իրականության հետ կապ չունեն եւ մենք շատ շեղվում ենք իրականությունից եւ իրական քայլեր չենք իրականացնում, որպեսզի կարողանանք առաջին հերթին երկրի անվտանգությունը ապահովենք եւ երկրի զարգացումը։ Իսկ ինքը այդ մասին անընդհատ ահազանգում էր տարբեր հաղորդումների ժամանակ, բայց համարժեք adekvat որևէ արձագանք չէր ունենում եւ մարդիկ մտածում են, որ այսպես անverջ կարելի է շարունակել։ Օրինակ հենց նույն 16 թվականի դեպքերից հետո ապրիլյան ինքը բարձրացրեց, որ պետք է անօթաչու թռչող սարքերի գծով բանը իրական գործողությունների պլան մշակել եւ սկսած կրթությունից մինչեւ արտադրություն պետքա քայլեր ձեռնարկել եւ երբ որ մենք ուզում ասում ենք, որ պետքա նաեւ դպրոցական տարիքի երեխաներին ԱԹՍ լաբորատորիաներ ստեղծել, դա ոչ մի արձագանք չգտավ եւ ցավոք սրտի 20 թվականի պատերազմից հետո մենք միայն նոր դրանից հետո կարողացանք լաբորատորիաներ, այս պահին 17 լաբորատորիա ունենք Արմատնոթում լաբորատորիաներ, միայն 20 թվականից հետո։ Ով ռուս-ուկրաինական պատերազմին հետևում է, սիրելի ռադիոլսողներ, կամ ով ընդհանուր առմամբ ռազմական թեմաներով, ռազմագիտական թեմաներով հետաքրքրված է, գիտի, որ ուկրաինական պատերազմի փորձը ցույց տվեց, որ FPV անօթաչուները դառնում են հիմնական մարտական միավորը այդ պատերազմում, այսինքն 21-րդ դարի պատերազմում։ Սրա մասին այս տաղավարում Կարեն Վարդանյանը խոսում է 16 թվականից, այսինքն մենք խոսում ենք իրադարձություններից 8 տարի առաջ, մարդն ասում էր, որ գալու է այն ժամանակ ու ինքը գալիս է, որ այսպես է լինելու, այսպես է լինելու, այսպես է լինելու։ Մենք պիտի պատրաստ լինենք դրան։ Այո, եւ պատերազմի օրերին ես հիշում եմ, որ եւ ԲՏ նախարարությունից եւ պաշտպանության նախարարությունից մեզնից օպերատորներ էին ուզում, թռիչքի կառավարողներ, ԱԹՍ-ների, բայց ստացվում էր, որ այն քչականակ, այն անձինք, որոնք որ այդպիսի վերապատրաստում էին անցել, պարզվում է, որ իրանք առաջնագծում մի հատ որևէ այլ տեղում են, որին գտնել արդեն անհնար է, այսինքն չկար այդ կազմակերպական համակարգը, որ եւ դրա համար մենք խնդիր դրեցինք, որ պետքա մոտ 60 տեղերում բացել Արմատնոթում լաբորատորիաներ, այս պայն 17 տեղում է եւ հիմա 320 դպրոցականներ ուսուցում են անցնում, այդ թվում նաեւ թռիչքի կառավարման գծով եւ տեխնիկական սպասարկման եւ իրանց ունակությունները արդեն երբ որ զորակոչային տարիքի կհասնեն կգնան բանակ, արդեն կարող են անմիջապես օգտագործվել այնտեղ։ Կարենի ֆենոմենալ հատկություններից եւս մեկը, որը որ ինձ շատ զարմացնում էր, իմ տպավորությամբ մեր հասարակության մեջ ամենախորը ժամանակային սպեկտրով պլանավորող մարդկանցից էր։ Այսինքն երբ մենք հաղորդումների ընթացքում նախազրույցներում երբ Արմատի մասին դեռ խոսակցությունները ներքին էին, ընդհանուր առմամբ այդ պրոյեկտի, եւ Կարենն ասում էր, որ մենք պլանավորում ենք մոտակա 10 տարվա մեջ, չգիտեմ, 15 տարվա մեջ այս ծածկույթն ունենալ, ինձ թվում էր, որ ընդհանրապես անիմաստա 15 տարվա համար ինչ որ պլանավորում անել եւ դա ուղղակի հնարավոր չի, բայց հետո տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ ու Կարենը պրակտիկորեն հասավ նրան, այսինքն Արմատ օթումի մասով մենք խնդիրներ ունենք, բայց բուն Արմատ լաբորատորիայում, ինչքան հասկանում եմ, կեսից ավելի դպրոցներում այսօր Արմատ լաբորատորիա կա, այսինքն ահավոր հերուն նայող խորը վերլուծող մարդ էր Կարենը, էլի։ Ու Արմատը իմ տպավորությամբ իր ամենասիրելի զավակն էր։ Իհարկե դա էր, որովհետև ռեալ արդյունքները տեսանելի էր, երբ որ ես եկա մեր ԱՏԾՄ ասոցիացիա եկա, ես եկել եմ որպես ֆինանսական մենեջեր, բայց այդ ժամանակ մոտավորապես կար մոտ 40 խմբակ, լաբորատորիաներ չէին դրանք զուտ խմբակներ էին դեռևս,
եւ Կարեն ասեց կլինի դու ինքդ էլ ստանձնես այդ դրա ընդլայնման process-ը, որովհետեւ դա բազմաթիվ կազմակերպական խնդիրների հետ է նաեւ կապված եւ նաեւ զուգահեռ ստանձնեց այդ պարտականությունը եւ այս պահին 652 աշխատանոց ունենք աշխարհի եւս բացի Հայաստանից եւս 7 երկրներում եւ ճիշտ ասած վաղը պատրաստվում են գնալ Սիսիանի Տոլորս գյուղում, որը որ փոքր գյուղ է, այնտեղ հերթական լաբորատորիա աշխատանոցը ներդնենք, այսինքն մոտ 55%-ի վրա ենք այսօր ընդհանուր դպրոցների թվից ելնելով, բայց խնդիրը դրված էր, որ դեռևս 21 թվականին մինչև մենք պետքա ամբողջ Հայաստանում ներդրված լիներ դա, ցավոք սրտի process-ները դանդաղեցին եւ շատ փոքր տեմպերով է հիմա գնում առաջ իհարկե բազմաթիվ նաեւ պատճառներից ելնելով բայց մենք վերջի այդ նպատակը որ Կարենի հետ դրել ենք նույնիսկ ինձ այն ժամանակ մի քանի առաջարկ եղավ աշխատանքի այլ տեղ բայց ասեց պայմանավորվեցինք Կարենի հետ որ մինչեւ դպրոցների 100%-ը չենք ներդնում, ես այդտեղից որևէ տեղ չեմ գնում։ Պայմանավորվածությունը ուժի մեջ է եւ ես երբ որ ավարտենք այս խնդիրը, ես պետքա գնամ իրան ոնց որ ասած տեղեկացնեմ, զեկուցեմ, որ այդ խնդիրը լուծված է։ Իհարկե նաեւ կայացման խնդիր կա, այսինքն մենակ քանակական ներդնելու խնդիր չի, բայց ասեմ որ այս տարի բավականին լավ երկու մրցույթներ արեցինք եւ ի տարբերություն նախորդ տարիների միջազգային մասնակցությունը շատ մեծ էր այս տարի եւ 5 տարբեր միջոցառումների ժամանակ արմատցիները կարողացել են ցույց տալ երկրորդ հորիզոնական երկու տեղ մրցանակ են շահել, մեկ տեղ առաջի տեղի հաղթողի մրցանակ են շահել, այսինքն միջազգային մասնակցություն շատ մեծ էր եւ մենք պետքա նաեւ որակական թռիչք ունենանք եւ երբ որ այս պահին 17000 մոտ երեխա է հաճախում, երբ որ բոլոր դպրոցներում դրվի ակնկալում ենք 35000 երեխայի մասնակցություն միաժամանակյա մի անգամ պաշտպանության նախարարությունից փոխնախարարներից մեկն էր զանգահարել ասի որ մենք էլ ենք բանակ պատրաստում մենք էլ ունենք բանակ էլի մերը տեխնոլոգիական բանակ է որը որ հիմքներն ենք դնում տեխնոլոգիական բանակի, որտեվ պատերազմի մասին ասեցիք դուք դրոնների բաները, ԱԹՍ-ների, բայց բանը մենք տեսեք, մենք ոնց որ ասում ենք, մենք չենք պատրաստվել 5-րդ սերունդի, չգիտեմ, 4-րդ թե 5-րդ սերունդի պատերազմներին, բայց հիմա այնպես չի, որ մենք պետքա դա լրացնենք։ Մենք պետքա պատրաստվենք 6-րդ, հաջորդ սերունդի, որտեղ պետքա ավելի տեխնոլոգիական միտքը, պետական կառավարման համակարգերը չգիտեմ, տարբեր մենք պետք է կարողանանք թշնամու հակառակորդի կառավարման համակարգերը խափանենք, ոչ թե պետք է մտածենք, որ անմիջական ոնց որ նախորդ պատերազմները այդպիսի պատերազմներ իրականացնեն։ Այսինքն ստեղ արդեն երկրի մեծությունը եւ թվականակը բնակչության այդքան կարեւոր չի, այստեղ կարեւոր է դու ինչպես կարող ես բանը խափանել հակառակորդի կառավարման ամբողջ համակարգը եւ բերել մի հատ խոճապի մեջ մտցնել։ Ես շատ ցավում եմ, որ եկող սերունդները այլևս հնարավորություն չեն ունենալու Կարենի հետ շփվելու, որտեվ ու երբ որ այդ մարդու մասին մենք խոսում ենք, այսինքն խոսում ենք իր արածների մասին, իր նպատակների մասին, էլի դրա հետ միասին պիտի ասենք, որ կենցաղում ու շփման մեջ ինքը շատ པարզ ու շատ թեթև մարդ էր, էլի։ Իհարկե, ասեմ, որ նաև ահավոր հումորով մարդ էր։ Հա, այսինքն այդ եւ բանի մեջ այդ սովորական շփումը, որտեվ ես ինքս շատ եմ գնահատում հումորը, ցանկացած իմ զրուցակցի կամ ընկերոջ մեջ այդ պարագան եւ պատահական չէր, որ երբ որ մեր կուսակցության թերթ ունեինք իրավունք թերթը, ինքը հետևի ամենավերջի էջում ուներ Փանջունու անկյուն, որը քաղաքական հումորի անկյուն էր։ Այնտեղ ուրեմն ես, Կարեն Վարդանյանը, Վիգեն Հակոբյանը եւս մեկը մենք լինելով պետական պաշտոնյա այդ տարիներին մենք ընդմիջման ժամերին հավաքվում ենք մի սրճարանում եւ քաղաքական հումոր էինք գրում եւ այդ քաղաքական հումորը տպագրվում էր այդ թերթի հետևի էջում բայց այնտեղ հեղինակների անունները չէր գրվում ուղղակի անանուն էր
բայց ասեմ ձեզ, որ բավականին որակյալ հումոր էր լինում, որտեվ շատերը ասում են, այդ թերթը սկսում են հետևի էջից կարդալ այդտեղից, ու ասեմ, որ մի քանի անգամ եղել է, որ պետական եկամուտների նախարարությունում է, երբ որ ասենք փոխնախարարներից կանչ մեկ է որ մտնում է մոտը բան, թերթը տեսնում է ձեռքների տակա ու ասում են հələ սետրակ մի հատ նայի այդտեղ ես ինչա գրած ու սկսում են կարդալ այդ հումորը, հա, ու հետո այդ պահին չէր կարողանում ասել, որ այդ հումորի հեղինակը ես եմ, էլի, ասեք, բան, ու տես տարիներ անց իհարկե այդ մասին ասել եմ իրանց, եւ ու իհարկե բավականին բան էր, ինքը շատ մեծ հումորով ու շատ պարզ ու մի մարդ, որը որ ունենալով այդքան առողջական խնդիրներ, բայց երբ որ խոսում ես հետը, ինքը ոնց որ աշխարհի ամենաառողջ մարդը լիներ, էլի, ինքը դրան ընդհանրապես չէր ուշադրություն դարձնում ու անընդհատ աշխատունակ վիճակում էր ինքը։ Դեռ մի քանի բան կար, որը որ իմ մեջ շատ է տպավորվել, էլի Կարենից, առաջին այն միտքը ասում էր, գիտես, ասում էր, տեսակը տենց բան չի, էլի, որ դու իրան կսիլես, ինքը կդառնա քո տեսակից։ Ասում էր, դա տենց չի լինում, դա տենց չի աշխատում։ Ու ոնց որ ինքը իր պրակտիկայում էլ ցույց էր տալի, էլի, այսինքն ինքը բոլորի հետ խոսում էր, չէր զլանում, բացատրում էր, խոսում էր, վիճում էր, բացատրում էր։ Իմ տպավորությամբ շուտ այնց մարդկանց, որ ասենք պիտի Կարենի կողքը չհայտնվեին որովհետեւ։ Բայց ինքը չէր զլանում բոլորի հետ, մեծ, փոքր, չգիտեմ, արժանի, անարժան, բոլորի հետ ջանում էր բացատրել, ինչ որ միտք հասցնել, որ ընդհանուր գործին ավելի օգուտ լինի, էլի։ Իհարկե, այդ ամեն ինչը կար եւ դրա համար ոնց որ համել իրան չէ, sense բնորոշում էլ կա, որ մարդ համակարգ էր ինքը, էլի։ Ու իսկապես երբ որ վերլուծում ես, տեսնում ես, որ մեր անհաջողություններից պատճառը նաև համակարգերի բացակայությունն է եւ ինքը ուզում էր համակարգեր ստեղծել երկրում, որպես այդ համակարգերը աշխատեին տարբեր իրավիճակներում եւ դրա համար ես իր մահից հետո, պատերազմից հետո ոնց որ ես էլ նախաձեռնեցի մեր ու Կարենի ընկերների մտերիմների ոնց որ բան ակումբ կոչվում էր հենց համակարգ, բավականին երկար ամիսներ շարունակ գործունեություն ծավալեց, բայց իհարկե հետո ոնց որ յուրաքանչյուրը իր ոլորտում որոշեց, որ պետք է շարունակի, չնայած ես կարծում եմ, որ պետքա երկրի պետականաստեղծման գործում բոլոր մտավորականները իրենց ներդրում ունենան եւ միայն իրենց անմիջական մասնագիտական գործով զբաղվելը բավարար չի, որպեսզի երկիրը կայանա եւ ճիշտ հունի վրա ընկնի։ Այդպես։ Մեզ հատկացված եթերաժամանակը ավարտին է մոտենում, բայց ես ուզում եմ ասել ռադիոլսողներին, որ Կարեն Վարդանյանի հիմնադրած նախագծերին եւ գաղափարներին աջակցելու հնարավորություն կա։ Դուք կարող եք աջակցել թե Արմատ նախագծին, թե Կարեն Վարդանյան կրթական հիմնադրամի նախագծերին։ Բոլոր այդ մարդիկ մեզ մոտ հյուր եղել են, մենք դրա մասին եթերում խոսել ենք, համացանցում շատ հեշտ կարող եք գտնել այդ հասցեները, թե ոնց կարող եք դա անել։ Իրականում Կարենը ֆանտաստիկ մարդ էր, սա մեծ կորուստ է, ես կարծում եմ, որ հասարակության համար ավելի մեծ կորուստ է, քան ընտանիքի, որտեղ ինքը միշտ հասարակության համար ավելի շատ հասարակությանն էր, քան թե ընտանիքին է։ Ինքը հասարակության համար ավելի շատ բաներ անում, քան ընտանիքը։ Եվ սենց բան կա, չէ, սենց ինչ որ խոսույթ կար, որ ասում են անփոխարինելի մարդիկ չկան, բայց իրականում ես գտնում եմ, որ երկար ժամանակով որ դիտարկում ենք, վերջո անփոխարինելի մարդիկ կան իսկապես։ Այս պահին հա կարող է դարերի ընթացքում իրանց փոխարինողներ լինեն, բայց ինչ որ ժամանակահատվածում լինում է, որ անփոխարինել են լինում այդ մարդիկ։ Եվ հա, մեկ էլ ասեմ, որ այս տարի մենք վերջապես սահմանեցինք Կարեն Վարդանյանի մրցանակ, մի մրցանակ, որը որ տրվելու է Արմատ ծրագրի գործում մեծ ներդրում ունեցող զարգացմանով մեծ ներդրում ունեցող անձանց եւ այսուհետեւ ամեն տարի շնորհվելու է, դա կարող է լինել եւ Արմատի խմբավար, կարող է Արմատի սան լինել, կարող է դպրոցի տնօրեն կամ որևէ բարերար լինել, հա, եւ այս տարի մենք տվեցինք դա Շահեն Արաբաչյանին, Ճամբարակի շրջանի Այգուտ գյուղի
ոչ միայն Այգուտ գյուղի խմբավարին, Մոնթե Մելքոնյան վարժարանի խմբավարին, Դիլիջանի իրական դպրոցի Ջևանի խմբավարին, այսինքն ինքը միջազգային ասպարեզում 4 մասնակցություն է ունեցել եւ մեծ հաջողության ու ամենանվիրյալ մարդկանցից մեկն է։ Հիմա սպասենք մյուս տարիներին թե ովքեր ինքը մեծ բան է դրել, այդ պլանկա դրել արդեն, հա, եւ դրանից հետո պետքա բանանենք, որ սպասենք թե ովքեր կարժանանան այդ մրցանակին։ Սիրելի ռադիո լսողներ, այսօր ավարտում ենք, բայց վստահաբար դեռ երկար տարիներ հաճախ հաղորդումներում հիշելու ենք մեր ավագ գործընկերոջը Կարենին, որտեվ իրականում այն արած աշխատանքի ծավալը ու այն թողած մտավոր աշխատանքը են բովանդակությունը, որ ինքը թողել է իրանից հետո շատ մեծ է, մենք հաճախ ենք դրան գալու։ Այսօր այսքանը, Սեդրակ Վարդանյանն ու Դավիթ Խումարյանն էին տաղավարում, կհանդիպենք։ Շնորհակալություն։